Թոշակներից հետ պահումները կամ ասենք փոստատարին թեյավճար թողնելը, ինչպես բնորոշում են թոշակառուները, միշտ է եղել։ Սակայն վերջին շրջանում սոցիալ-տնտեսական դրությունը քանի դառնում է ճգնաժամային, այնքան ավելանում են հետ պահումները։ Այսպես դժգոհում են գյումրեցի թոշակառուները։ Նախկինում եթե 100 կամ 200 դրամ էինք թողնում ու մեր կամքով, այսօր արդեն հետ են պահում մինչև 700 դրամ։ 400-500 կվերցնեն, հա։ Առանց որևէ սուտ խոսալու։ Չի կարելի, ինչ կուզես սրա էդիկ արդեն իրանց համար կարելի է։ Մեր մոտ օրենք չկա։ Օրենքը մի նաղդի Հայաստանում գոյություն չունի։ 29000 դրամ եմ ստացել, 29600 քանից է ինչ կան, 500 ետ պահ։ Որ հանգարց որ վիճես հետը, քանի հատ թերթ առաջարկեք, ես թերթերն սիգեցիկ, վերջորես կարտալ է չի։ Ինձ ու կնոջեցես իննար թանք կգեսնեն։ Իշխոմ մենք ես պարտենք։ Արանց մեզ իսելու էլ, իրան կգեսնեն։ Իչեզ հաշա արնողնով է։ Ինքը կգեսնի։ Ես ունիք շեմ աղջկան կրգեմ կերտակստանա պեր, ես վերտամ կրնի սաշում։ Ես օրինակ 700 դրամ özden պահեգ, ամեն ամիս։ Շատ թոշակառուներ արդեն իսկ հրաժարվել են գործ ունենալ փոստային բաժանմունքների ու փոստատարների հետ։ Նրանք վճարվում են բանկային համակարգով, ինչ է նշանակում 15 կամ 20 հազար թոշակ ստանալ ու միևնույն ժամանակ այդքան փող թողնել փոստատարին, դժգոհում են գյումրեցիները։ Էդիկ այնպես կպահե ինչ-որ աշխատավարձ եղն իրան, ոչ էլ նախ կուտա, չել տա, հասկանում ես, նա ուղղակի չի տալիս։ Գիտեմ էլի, ընկերներս բան, ես այդտեղից չեմ ստանում։ Չթողեցի, տվեցի իզբերկասը։ Մի իզբերկասից եմ ստանում, լրիվ իմ փողը ստանում եմ։ Ինքը քշե ես վերևն էլ եմ հաղ տալիս։ Փշեցի այդ որ հաղ ես տալիս, այդ մարդու անուն ազգանունը կրե։ Դուր ընձիլ աշը մեր տամ իմանամ, իշքան է հաղ վերցնում։ Որ ես էլ իմանամ, ինչի մար ես պահում։ Ու եթե խորանանք խնդրի ակունքների մեջ, այն ավելի խորն է, քան ասենք 4 կամ 500 դրամը, կամ թոշակառուն ով ակամա կորցնում է ամսական այդքան գումար։ Փոստատարը ամսական վճարվում է ավելի պակաս, քան հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է, ընդամենը 30,000 դրամով։ Իհարկե սա չի արդարացնում թոշակառուների ասած շորթումը, բայց տրամաբանական ու բացատրելի է օրինակ այն, որ 30,000-ով ընտանիք պահել չի լինի։ Այն ամենաշատը փոքրիկ հնարավորություն է ոտքով պտտվող փոստատարի համար։ Ու կարկանդակ գնելու, իսկ կառավարությունը պատասխանատվություն չի կրում փոստային աշխատակիցների համար։ Հայաստանյան կապի բոլոր միջոցները հանձնված են ժամանակավոր հավատարմագրային կառավարման, երկաթուղին, օդանավակայանը եւ նաեւ փոստային ծառայությունը։ Նախկինում հոլանդական, այսօր արգենտինական կազմակերպությունն է ղեկավարում ու ֆինանսավորում մեր կապի այս համակարգը։ Իսկ պատճառը մեկն է, հայաստանյան կառավարությունը ոլորտը բարեփոխելու խոստումներով այն հանձնել է արտասահմանյան կազմակերպությունների, ֆինանսավորում է, որպիսի աշխատացնեն ու բարեփոխեն համակարգը։ Առայժմ այդ բարեփոխում ասած այս համակարգում այսպես է արտահայտվել։ Օպտիմալացման հետևանքով 60 աշխատակից միայն Շիրակի մարզից կրճատվել են, իսկ մյուսները վճարվում են նույն աշխատավարձով։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։